Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդումը ուզում սկսեմ Լարոշ Ֆուկոյի խոսքերով, որն ասում է բնավորությամբ թույլ մարդիկ անկեղծ չեն կարող լինել։ Սա շատ կարևոր է բոլորիս համար հիշել, որովհետև մենք այսպես թե այնպես առնչում ենք մարդկանց հետ, շփվում ենք մարդկանց միջավայրում, ընտրում ենք մարդկանց, առաջարկում ենք, երաշխավորում ենք մարդկանց, որոնք բնավորությամբ փափուկ են, թվում են թե այ լավ է, հարմարվող, լավ տեսակ է, բայց ճիշտ ասում Լարուշ Ֆուկոն, այդ տեսակի մարդիկ չեն կարող անկեղծ լինել, որովհետև իրենց բնության մեջ հարմարվողականությունը ի սկզբանե զիջողականությունը, հարմարվողականությունը շատ ավելի խորքային է նստած, քան կարող է առաջին հայացքից թվալ։ Իսկ մենք մարդկանց մեջ արտաքինից ինչ են գնահատում։ Հա, որ ինչ խելոք զիջեց, ինչ սենց սահուն հարմարվեց մեր առաջարկած պայմաններին եւ շատ հաճախ թշնամանում ենք նրանց հետ, ով փափուկ չի, ով սկզբունք ունի, ով տեսակետ ունի եւ պատրաստ է նույնիսկ այդ տեսակետը պաշտպանել։ Եվ մենք նայում ենք մեր ընտրությունների մեջ, հələ լսեք մեր արտաբերած բառերը, հա, խելոք տղա է, լավ տղա է, ու տղայի մասին եմ խոսում, էլի, հիմա կարող է լինի կին եւ տղամարդ։ Պետք չի դա մասին մոռանալ։ Եթե ընտրում ենք հարմարվող մեկին, որ ամեն ինչ անելու է մեր համար, սա ուրիշ հարց է, իսկ եթե ընտրում ենք անկեղծ մեկին, չափանիշները լրիվ այլ տեղերում են։ Չափանիշները լրիվ այլ տեղերում են։ Ես հիմա չեմ առաջարկում մեկ օրվա մեջ, մեկ ակնթարթում փոխենք մեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ, դա շատ անհատական մոտեցման հարց է, բայց ես ուղղակի ուզում եմ Լարոշ Ֆուկոյի խոսքերով սկսել այս հաղորդումը, որովհետև մենք դա մասին դեռ ունենալու ենք խոսել։ Իսկ եթե նույնիսկ մենք կարողանանք կյանքում եւ մեր շրջապատում առօրյա շփումների մեջ դրա մասին չմոռանալ, վստահ եղեք, մեզ ավելի քիչ կդավաճանեն։ Մեզ ավելի քիչ կդավաճանեն։ Այսօր չէ, 2 օր առաջ հետաքրքիր բան է կատարվել, ուզում եմ ձեզ այդ մասին տեղեկացնել, ԱՄՆ կոնգրեսում պատասխանատվություն են պահանջել հայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունների համար։ Տեսեք, ցեղասպանությունների համար, ոչ թե ցեղասպանության համար, տեսենք ովքեր են կազմակերպիչները։ ԱՄՆ կոնգրեսում ապրիլի 2-ին անցկացվել է հայոց ցեղասպանության ամենամյա ոգեգնշման միջոցառում։ Վերջինիս մասնակից կոնգրեսի 2 կուսակցություններ ներկայացնող պաշտոնյաները պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, դա սենատում է, ինչպես նաև ԱՄՆ պատժամիջոցներ Ալիևի եւ Էրդողանի վարչակարգերի նկատմամբ, նրանց պատերազմական հանցագործությունների եւ ցեղասպանական էթնիկ զտումների համար։ Սա շատ լավ բան է մեզ սկսելու համար, որ մենք ամեն օր նման նորություններով, սա վերջինը չի, միակը չի, պետք է նման նորություններով, նման ինֆորմացիայով լցնենք մեր եթերը, որպեսզի ցեղասպանները, նիկոլացիները չմտածեն, որ իրենք հայաթափեցին Արցախը, իրենք ցեղասպանեցին, իրենք էթնիկ զտման ենթարկեցին եւ դրանով ավարտվում է հայոց պատմության էջը եւ իրանց կարծիքով իրենք կարող են սկսել նոր ինչ որ էջ, որ իրենց պատկերացած նոր ինչ որ իրական Հայաստանն է։ Ոչ ճիվաղներ, դուք դա չեք կարող անել, որովհետեւ դա ձեր իրավասություններից դուրս է։ Եթե լիներ ձեր իրավասությունների մեջ, գուցե ինչ որտեղ հաջողեիք, բայց դա ձեր իրավասություններից դուրս է։ Ուզում եմ այստեղ մի քանի բաներ մեջ բերել, հա, ու նշվում է այնտեղ նաև, որ սրանք առանձին իրադարձություններ չեն, այլ շահկապված են իրար։ Հայերն ընդամենը ցանկացել են ապրել խաղաղության մեջ, բայց արտխաղաղությունը պետք է լինի արդար եւ կայուն։ Որպես ամերիկահայեր մենք պահանջում ենք գործողություններ, ընդգծել է հիմա ասեմ ով է զեկուցողը Ջորջ Արջայան, հայդատի ամերիկյան հանձնախմբի նախագահ, որ մասնակցել է միջոցառմանը։ Եվ այսպես, միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի 12 անդամներ, այդ թվում սենատորներ, ցենց գալիս է, չեմ ուզում դրանով ծանրաբեռնել եթերը, 12 սենատորի ազգանում։ Կապիտոլիումի բլուրում անցկացվող այս ամենամյա միջոցառումը հիշեցում է
Արդարությունը պահանջում է ոչ միայն հիշատակում, այլև գործողություններ, այդ կարևոր է։ Ըստ այդմ հայ դատի հանձնախմբի ներկա առաջնահերթություններն են, տեսնենք ինչներն են հայ դատի հանձնախմբի առաջնահերթությունները, կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ, ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակում, միջազգային պաշտպանության ներքո ապահովել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը, պաշտպանել արդար և կայուն խաղաղությունը, որը մերժում է ուժի սպառնալիքները և երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը, նշված է ՀՅԴ բյուրոյի և հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հրատարակության մեջ։ Այնտեղ նշում է նաև, որ շարունակվում է պահանջել հանձնախումբը պատասխանատվություն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությունների համար և ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ձեռնարկել վճռական քայլեր հակազդելու նրանց ոճրագործություններին։ Ես անկեղծ ասած ուրախ եմ այս հայտարարության համար, որի համար մի քիչ անսպասելի էր։ Լսենք թե էլ ինչ հայտարարություն է եղել, հայտարարություն է եղել եւ ընդհանուր ամփոփ ենք իրար հետ։ Մեր բարեկամ մեր ընկեր Սեբաբա Քոչարյանը թարգմանել այս հայտարարությունը, լսենք գերմանացի պատգամավորի Stolzes Volk, das einem nur leid tun kann. Schlecht regiert von Nikol Paschinjan, angegriffen von Aserbaidschan und im Stich gelassen von der EU, aber auch von Russland. In den letzten Jahren hat Baku Fakten geschaffen. Angriff auf Bergkarabach, Auflösung der Republik Arzach, hunderte Tote, über 100.000 Armenier auf der Flucht, viele Gefangene, viele Geiseln bis heute. Hinzu kommt die systematische Zerstörung des kulturellen Erbes des ersten christlichen Staates der Welt. Warum hört man eigentlich so wenig davon? Vielleicht, weil europäische Politiker bei alledem eine beschämende Rolle spielen. Ես հուսով եմ գերմաներեն հասկացող մեր բարեկամները կարևոր մասը լսեցին եւ ինձ կներեն կեսից ընդհատելու համար, բայց ընդհանուր միտքներն ես ուզում թարգմանել, որ գերմանացի պատգամավորը օբյեկտիվ գնահատական է տալիս այս ելույթի մեջ Եվրոպարլամենտում Հայաստանի մասին ու կոշտ միջամտելու պահանջ է ներկայացնում։ Մարդը պարզ ասում է, սա Սևադայի արդեն գրառում է մնացածում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շահերը չի պաշտպանում։ Եվ նկարագրում է, որ էթնիկ զտեր են, զտում են իրականացել վախի եւ սպառնալիքների տակ ստիպված լքել են իրենց պատմական տարածքները։ Հիմա այս երկու ելույթները, եթե հիշում եք, մենք 2 օր առաջ ունեցել ենք Բելգիայից, էլի զեկույց քննարկվում է, ինչ բանաձև ընդունեն Ադրբեջանին, դեմ Արցախի մասով Ֆրանսիայից եւ կրկին Գերմանիայից, Եվրոխորհրդից։ Այս ելույթները կարծում եմ ակտիվանալու են մինչև ապրիլի 24, այսինքն Փաշինյան Նիկոլը փաստացի այն ինչի որ ձգտում էր ամրագրել նույնիսկ սահմանադրության, որը պարզվեց Գյումրի ընտրությունների ժամանակ, որ բոլորովին իրենց ունակությունների մեջ չի, սրվել են կանադառնալուց, ինչ ցավ են ապրում դրա համար եվրոժետոնները, բայց կարծես թե Եվրոպան հասկացել ով է Փաշինյանը, բայց եվրոպական փաթեթի ներկայացվող փաշինյանական վարձկանները դեռ դա չեն հասկացել։ Պատկերացնում եք, եվրոպացիք հասկացել են ով է Փաշինյանը, բայց եվրոպական փաթեթավորումով ներկայացված Ալման Բաբաջանյանները կարծես դեռ տառապում են նրանից, որ չեն կարողանում իրականացնել Նիկոլի ցեղասպանական ծրագիրը։ Եվ այսպես բոլորը ձեռ են քաշել Փաշինյան Նիկոլի ոչ թե ձեռ են քաշել, հասկանում են, որ սա չի ներկայացնում։ Եվ ընտրությունները սրա ապացույցն են, Գյումրու։ Եվ Հայաստանի եւ Արցախի հարցը թողում են իրենց, ոչ թե թողում են, իսկ ասի, պահում են իրենց վերահսկողության տակ, անկախ ամեն ինչից Հայաստանի այսօրվա կառավարությունը ոնց է դրան վերաբերվում։ Ու այդ ընթացքում կրակում են Հայաստանի վրա։ Այսօր նորից կրակել են Ադրբեջանի կողմից եւ ՊՆ-ում քայլ լռությունը, կրկին քայլ լռությունը, շաբաթներ կրակում են, ասում են, հիշում եք պաշտպանության նախարար այն Սուսլիկի վախեցած աչքերով խոսքը, որ ասում է Հայաստանի վրա չեն կրակում։ Ու պատկերացեք ինչ վիճակում ենք մենք, էլի։
Հիմա կառակոցները շարունակվում են եւ ելի քայլ լրություն, բայց դրա փոխարեն խոսում են ադրբեջանցիները խոսում են նախապատրաստվում են հարձակման համար իբր պատրաստ լինել սանձրանքին բնականաբար Հայաստանի կողմից սանձրանք չկա բայց իրենք հայտարարում են որ նախապատրաստում են սանձրանքին որը նշանակում է մի բան միայն որ սրանք նախապատրաստում են հարձակման Հավանականություն ինչքան կա հարձակվելու համար, ես կարծում եմ մանավանդ հիմա երբ որ ամբողջ աշխարհով քննարկվում է արդեն եղած ցեղասպանությունները, էթնիկ զտումները Արցախում շատ քիչ է։ Չեմ ասում բացառվում է, քիչ է։ Բայց ինչ կլինի ապրիլի 24-ից հետո, երբ որ այս ալիքը կնստի, ես կարծում եմ հավանականությունը մեծանում է։ Նորից կրկնեմ, մանավանդ որ հասկացել են, որ Ադրբեջանում եւ Թուրքիայում հասկացել են, որ Փաշինյան Նիկոլը իրենց օրակարգը չի կարողանալու ապահովել մի շատ բարձ պատճառով չունի իր ձեռքի տակ քվորում այսինքն ոչ թե քվորում ռեսուրս վստահության ռեսուրս որը կարող է իրեն բերի իրենց բաղձալի սահմանադրական փոփոխությունները հիմա խոսենք մի քանի պատճառի մասին ինչու չունի հա Փաշինյան Նիկոլի ռեսուրսը դա իր ոստիկանն է հիշում եք այս բանը երբ որ մարդուն սիգնալ տալու համար Մաշտոցի պողոտայից ծեծելով մեքենայի մեջից այս քաշքշելով վայրենու նման ենիչելի են չէ սրանք անհայինիկ վերցեցին տարան Մեն ասում ես չեմ հայոյե պապիկից թաղմանն էի շտապում տեսեք նույնիսկ եթե հայոյել է հիմա ես դուրս գամ ես կարող եմ մի օր նկարել ցույց տալ կասեմ մի անգամ նկարել եմ իմ հարևանի բակում մեծ դրոշա վրան գրած հայոյանք Թրամփին fuck Trump Եթե հիշում եք Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ նույնիսկ Ռոբերտո Դենիրոն դուրս եկավ երկու բառ ասեց նույն բառը ասեց ու դալիճը ցնցում էր այսինքն հայոյանք որպես քրեական պատասխանատվություն ենթարկելու համար հիմք ոչ մի երկրի ոչ մի բանում օրենսդրությունում չկա նման բան որ հայոյելու համար մարդուն կարող են բեման ենթարկել դատել են չեմ ասում այս ձևով Բայց քանի որ այլ բան չի մնացել, քան նման մեթոդներով փորձել վրացնել, օգտագործելով Փաշինյան Նիկոլի ասած իր միակ ողնաշարը, պատկերացնում եք Փաշինյան Նիկոլի միակ ողնաշարը այս անհայրենիք գենիչերիներն են, որը նշանակում է մի բան, այս անհայրենիք գենիչերիներին ով երկու կոպեկ ավել փող տվեց, փաստորեն Փաշինյան Նիկոլը մնում է առանց ողնաշար։ Եվ այսպես, հիմա Թուրքիայում եւ Ադրբեջանում հասկանում են, որ այս անողնաշարների վրա, այս անհայրենիք անողնաշարների վրա, ողնաշար կառուցել եւ ապագա կապել իմաստ չունի, որովհետեւ պետության հիմնական ողնաշարը դա ժողովուրդն է, դա վստահության ռեսուրսն է, չունի Փաշինյան Նիկոլեի։ Հետևաբար, իրենք ոնց կարող է իրենց ուզածին հասնել։ Միակ մի ձևով, կազմալուծելով գրավելով Հայաստանի Հանրապետություն։ Թե հիմա ինչքանով է հնարավոր Դե ֆակտո հնարավոր է, թե դա դե յուրե ոնց է հնարավոր ամրագրել, ես չգիտեմ, շատ կասկածում եմ, որ դա ընդհանրապես հնարավոր անել, բայց հաշվի առնելով այն, ինչ որ հիմա կատարվում է աշխարհում, մասնավորապես Թրամփի խավորությամբ, ամեն ինչ հնարավոր։ Իսկ այն հարցին, բա այսքանը լսելուց հետո Սյունեցին ոնց պետք է ապրի, ես այս հարցերը մեկ-մեկ ստանում եմ, էլի, ես ուզում եմ իրենց հարցնել, դուք լուրջ մտածում եք, որ եթե ես այս մասին չխոսեցի, Ադրբեջանում չեն լսում սա մասին, թե չեն մտածում Թե եթե Սյունեցին սա մասին չի մտածում, դա ուրեմն նշանակում է դա չի կարող լինել։ Իսկ ինչ է պետք անել, ես կարծում եմ ոչ թե պետք է ուղղակի ակաժները փակել, որ ոչինչ չլսել։ Պետք է սրանց ժամ առաջ ծեծելով, փետելով վռնդել երկրից։ Որ ունենակ ապրելու եւ անվտանգության հնարավորություն։ Հակառակ դեպքում ակաժները փակելով եւ աչքերը փակելով, այս հարցը չի լուծվելու։ Ես ուղղակի զարմանում եմ 21-րդ դարում 2025 թվականին նման բաներ գրող կա։ Նման բա որ հանկարծ Սյունեցին իմանալ, կվախենա, բացես ինֆորմացված ես, դու արդեն զինված ես։ Հարազատներ ջան, մենք սխալ ենք պատկերացնում, եթե նստվում է Ջայլամին նման գլուխներից մցրեցինք ավազի մեջ, այս ամեն ինչի իրան անցնելու է։ Չէ, կրակում են փաստացի մեր վրա։ Բան չի անցնում։ Մյուսը
Ժան Ալեքսանյանն է զանգում, որ 30-40 հոգով մտել են խցել ավիրել ամեն ինչ, սնունդը թափել հատակին եւ այլն, սա բնիկ թագրի բանդիտական հարձակում անպաշտպան մարդկանց վրա, բանտում է եղել։ Չէ, Տիկին Ալեքսանյան, կներեք, սա բանդիտական հարձակում չի, այլ սովետական չեկայի ռեժիմն է, որը օգտագործվել է բոլոր գաղութներում, հա, բոլոր գուլագներում, այսինքն բոլոր ճամբարներում համակենտրոնացման։ Նույն ռեժիմն է, որ առ այսօր չի փոխվել։ Ինչի է մեզ թվում, որ այս ռեժիմը իր գործիքների մեջ պետք է փոխանցնել ինչ-որ մի բան։ Նույն մեթոդաբանությունն է։ Հիմա նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանի ողնաշարը այս չեկայի ռեժիմն է, որը անթիվ համար անգամներ մեռել է եւ չի արդարացել իրան։ Չի արդարացել սովետի ժամանակ, չի արդարացել հետ սովետական շրջանում։ Այսինքն մի քիչ պատմություն իմացող մարդը պետք է հասկանալ մի բան, որ երբ որ պետության ողնաշարը դառնում է անհայրենի գենիչերին, դա ամենևին ողնաշար չի։ Դա ավելի շատ հիվանդ օրգան է, որի ապագան մահն է, դեռ ինքը ապագա չունի, որը նշանակում է մի բան. Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապագա չունի, նա մեռնող հիվանդ օրգանիզմ է, որը շատ ցավոտ է տանում դրա արձանագրումն ու բացահայտումը, մասնավորապես Տիգրան Խզմալյանը եւ իրանք բոլոր եվրոպական փաթեթավորման բոլոր վարձկանները, որոնք աշխատում էին Նիկոլ Փաշինյանի համար։ Հիմա չեն կարողանում դա թաքցնել նույնիսկ, որ Գյումրին դառնում է լենինական։ Ինչը տեղի ունեցավ իրական Գյումրիում։ Հիմա ասենք եթե Գյումրիում ընտրվեր ԿՊ-ն, Գյումրի դառնում էր Կումայրի, Խզմալյան Տիգրան։ Եթե դուք հիշում եք, որ ընդամենը 1 օր առաջ էլ Արման Բաբաջանյանն էր շատ նեղված դրա համար, որ Գյումրին համակարգային ռևանշի գործիք է վերածվելու։ Այսինքն Սադիկի ընտրվելը թրկանալը դա ռևանշի բան չէր։ Այսինքն սա նախընտրելի է սրանց համար։ Նույնը ասում է սրանց մյուս թուրքահապատակը։ Հիշում եք։ Նա լսենք էլ ինչ է ասում։ Դուք հիշում եք, ոչ եք մոռացել, որ սա Թուրքիայի մշտական բնակչության քարտ ունի, բացահայտվել էր։ Հիշում եք։ Ես մշտապես ասել ու ասում եմ։ Չկա Նիկոլ Փաշինյան, չի լինի Հայաստանի Հանրապետություն։ Սա ես չեմ ասում, որ գովում են վարչապետին։ Նույնպես եմ ասում։ Ոչ մի տարօրինակ բան չկա, որ Թուրքիայի հպատակի համար, Թուրքիայի մշտական բնակություն ունեցող մարդու համար, որը բերվել է, որ նշանակվել քաղաքապետ։ Թուրքիայի ներկայացին բերվել է որպես քաղաքապետ։ Ոչ մի տարօրինակ բան չկա, որ դրանց համար չկա Փաշինյան Նիկոլ, նշանակում չկա Հայաստան, ապագա, որը փաստորեն եւ Տիգրան Խզմալյանի համար է, եւ Արման Բաբաջանյանի համար է, եւ այն Վազգենի քրոջ համար է, հիմա կլսենք։ Բայց գիտեմ նաեւ ճշմարտությունը։ Այո, Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունը նվիրեց հայ ազգին։ Բա դու գիտեիք դա մասին։ Դու գիտեիք դրա մասին։ Հələ այսպիսի դեմք ունի թուրքացած հայը։ Որը բերվել էր տեխնացուի կարգավիճակով Գյումրիում, ես թվում է Գյումրին բանա, Բոստան է, էլի, ով, ասենք ամեն թուրք կարող է դառնալ քաղաքապետ։ Ես մշտապես ասել ու ասում։ Չկա Նիկոլ Փաշինյան, չի լինի Հայաստանի Հանրապետություն։ Սա ես չեմ ասում, որ գովում են վարչապետին։ Խավլից։ Բայց գիտեմ նաև ճշմարտությունը։ Այո, Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունը նվիրեց հայ ազգին։ Ոչ։ Բազա։ Հիմա տեսնեք ինչ է ասում մյուս վարձկանը։ ԱՄՆ Հայաստանի ռազմավարական գործընկերն է ստորագրված փաստաթուղթը ի հեճուկս ոմանց աշխատում է նաև այս վարչախմբի պարագայում եւ իրենց ասած այս Նիկոլ Փաշինյանի խաղաղության պայմանագիրը ընդունվել է եւ գովերգվել է եւ նրանք պատրաստ են աջակցելու Նիկոլ Փաշինյանի խաղաղության ծրագրին։ Սա չի ելնում սենտիչեսկումները, որ տեսնեք, հա։ Ինչի վրա է ուրախ սա, որ Նիկոլ Փաշինյանի այս ներկայացվող խաղաղության պայմանագիրը, որի հիմա վրա ամբողջ կապիտուլացում Հայաստանը, սրանց համար ողջունել է։ Տեսեք թուրքերի շարանը։ Բայց սա մոռանում է մի բան, որ շատ հստակ նշվել էր, որ չի կարող լինել խաղաղության պայմանագիր,
Քանի դեռ Ադրբեջանը պահում է հայ ռազմագերիներին։ Ինչ խաղաղության պայմանագիր, ո՞նց կարող է դա լինի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ չի խաղաղության պայմանագրին, բայց դու չի պատկերացնում ո՞նց հնարավոր ունենալ խաղաղության պայմանագիր մի երկրի հետ, որը դեռ քո ռազմագերիներին պահում է իրանց մոտ։ Ի տարբերություն Արամ Սարգսյանի, չգիտեմ, մնացածի Խզման Տիգրանյանի եւ Բաբաջանյանների Ամերիկայի Միացյալ Նահանգներում դա հասկանում են։ Սրանց ցավը շատ խորքային է, շատ։ Մասնավորապես չեն կարողանում ցավը թաքցնել Գյումրիում տապալվելուց հետո իրենց փաստորեն սենց է, բա չկարողացանք ցույց կասնել, հա, ուրեմն փաստորեն Գյումրին պետք է դառնա լենինական։ Գյումրեցին ձեզ կտա իր պատասխանը, շուշտ, բայց նրանք նեղված են, որ իրենց չեն ընտրել։ Իսկ սա խոսում է գյումրեցիների գիտակցության մասին, որ ինչ տարբերություն ընտրես Սարեկին, թե սրանց։ Տարբերությունը ո՞րն է։ Մարդիկ հասկացան, տեսան Երևանի օրինակը եւ ասեցին գնացեք գրողի ծոցը։ Մենք այս մասին էլի խոսանք իհարկե այս թշվառին ցույց տամ էլի, սա ինչ գիտեք ինչի համար եմ ցույց տալիս։ Այս դրա համար։ Հասկանում եք չէ՞, հանցագործնովա Առողջապահության նախարարն է։ Ասա մենք 26-ին եւս հավակնում ենք իշխանության գալ Ավանեսյանը ԿՊ պարտության Թովոսյանի ընկերների մասին։ Ես ուզում եմ ասեմ, գիտես ինչ, հա, քո շեֆն էլ է այդ կարծիքի, ինքն էլ է հավակնում, այսենց 26 թվին գա իշխանության։ Շատ, ես ուրիշ բան կասեի ձեզ, քայլառացներ, ուրեմն տեսեք ինչ եք անում։ Դուք դեռ 2 ամիս ժամանակ ունեք ամեն դեպքում, 2 ամիս։ Ես չեմ կարծում ավել, կամ գուցե ավել, էական չի, բայց մինչև 26 թիվը մաքսիմում։ Դուք կահավորեք եւ կարգի բերեք բանտերը։ Հա, այն երիչելիների, որ պարբերաբար մտնում են բանտախցերով, անպաշտպան, այն էլ ցմահ դատապարտյալներին են, որը մարդու նույնիսկ կարգավիճակով չեն ապրում այնտեղ։ Եվ անպաշտպան դատապարտյալներին ծեծելը, ես այդ մասը ձեր համար կպահեի, որ դուք հետո վայելեք, ինչու դուք հիմա ապահովում եք բանի համար, այսօրվա դատապարտյալների համար։ Մի խոսքով դուք շանս ունեք գոնե միջև ձեր գնալը համակարգը փոխել, կահավորել այդ բանտային պայմանները, ավելի լավացնել։ Եթե սենց մնաց, դուք վայելելու եք այն, ինչ որ այսօրվա դատապարտյալներն են վայելում, ճակերտավոր եմ ասում, եւ այն մասսայական ծեծը, մենակ Հայաստանում է կարող, ոչ թե կներեք Հայաստանում չէ, մենակ գուլագի ճամբարային են լագեր են ասում, ռուսերեն են դրանց, այս համակեցոնացման ճամբարի հոգեբանությամբ մտածող, ապրող, գործող համակարգը կարա մտնի կալանավորների այդ վիճակի մեջ դնում։ Ինչ որ նույնց եմ ասում, արելա Ստալինյան ժամանակաշրջանում ռեգուլյար համարյա օրեկան ամենօրյա ռեժիմով են արել, որ հանկարծ մի հատ կալանավորի մտքով ազատություն չանցնի, այսինքն գոնե հանգիստ ապրեն, բերդում չունենան նույնիսկ նրանք։ Հա, որ նույնիսկ անկողին չեն ունեցել մեջը քնելու, ցեխի մեջ են, այդ ճահիճները տափաստանները, որ իրան սարքել են այդ ճամբարները, հա, նույնիսկ հատակ չունեցել։ Իսկ ինչ եղել է կողքին շարքարել մի տեսակ, ինչ որ մի բանով շարել է, մեջը մնացել են, ապրել են ցեխի մեջ։ Որ նույնիսկ ցեխի մեջ հանգիստ ապրելը թվա երանություն։ Նույն համակարգն ա այսօր։ Այս թշվառի օրոք։ Դե հիմա, եթե դուք կարողացաք մինչև 26 թիվը այս համակարգը կարգի բերել, գուցե դուք ավելի լավ պայմաններում ապրեք։ Եթե ոչ, դուք վայելելու եք այն, ինչ որ հիմա իրականացնում եք այս մարդկանց վրա։ Հիմա ես մի փոքրիկ հաղորդում եմ ուզում ձեզ ցույց տամ։ Շատ կարևոր 2 բան եմ խոսալ դրա մասին։ Այդ լսեք։ Նահատապանում հյուրընկալել եմ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ռեժիսոր Ռուբեն Բաբայանին։ Պարոն Բաբայան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մշակութային հայրաքաղաքում տեղի ունեցած թիմ ընտրությունների արդյունքներից սկսենք մեր զրույցը։ Քաղաքական ամենատարբեր գնահատականներ հնչել են, բայց ես ուզում եմ մտավորականի եւ արվեստագետի աչքերով տեսնել եւ գնահատել այն արդյունքը, որը մենք ունեցանք։ Փաստորեն
կանանց, սեռական փոքրամասնություններին թիրախավորող թեկնածուներից մեկը, ով նաև նախկինում քրեական անցյալ է ունեցել, հանրության ամեն դեպքում այդպես է հայտնի, գովերգում է ռուսական դրոշը, ռուսական ռազմաբազայի գործունեությունը եւ նա ստանում է մեծ թվով ձայներ։ Հիմա գյումրեցիների այս ընտրությունները շատերը չեն հասկանում, չեն Լսեցիք հարցը։ Լսեցիք հարցը, ասենք ստանում է շատ ընտրություններ։ Սադիկը ավելի շատ է ստացել։ Աղջիկ չէ։ Սադիկը ավելի շատ ձայն է ստացել։ Որը թուրքական ծրագրի իրականացնողն է, որը այլ աշխարհում ճամբար չի մնացել, ոչ փոխվի, որի ընտրվելու համար հնարավորինս եւ անհնարինը ամեն ինչ արեցին, ընտրախախտումներ, լույսերի անջատում, քվեատուփերի գողացում, մարդկանց ահաբեկում, ամեն ինչ արեցին, ու այս աղջկա հարցը, տեսեք, ուղղորդված, ընտրվել է մեկը, որ քրեական անցյալ ունի, թիրախավորում է կանանց եւ սեռական փոքրամասնություններին, հիմա ուզում հարցնեմ Բայց քո սիրած կառավարությունը այսքան տարիներ ինչով է զբաղված, բայց մարդը ինչի՞ է իրան հասանելի տեղում չէ ու ասում ես շատ ձայներ։ Ինքը ավելի երկու անգամ ավելի քիչ ձայն է ստացել, քան քո Սադիկը։ Հարց։ Զգուշ լրագրությունը ինչ էժանության մակարդակի է ինչ է։ Էժանություն մեղմ ասած եմ ասում էժանություն։ Դա տեսնենք պատասխանը։ Են կարողանում տրամաբանական կապ տեսնել։ Արվեստագետի մտավորականի աչքերով ինչ բացատրություն ունի այսպիսի ընտրություն, այսքան մեծ թվով ձայներ ստանալը այդպիսի կերպարի համար։ Իսկ մեկ հարց ունի զրկտայի, իսկ այդ 36% օրինակ ինչ բացատրություն ունի Սադիկի համար, որ ինքը ստացել է։ Այսինքն մի ուժի ներկայացուցիչ, որը ցեղասպանում է Հայաստանը։ Օրիորդ որը ցեղասպանում է Հայաստանը, որը հազարավորների մահվան առիթ է դարձել, որը բոլորի աչքի առաջ ահաբեկում եւ կեղծում իր ընտրությունները, որը հնարավոր կուսակցություն եւ միություն չեղավ, ոչ չփոխի։ Հարց, դա ձեր մոտ զարմանք չէր առաջացել։ Ուսա Նոյան Տապանի եթերում է։ Տեսնենք ինչ է պատասխանում։ Կողություն, ես կարծում եմ քիչ ավելի լայն թեմա է, կարծեք որտեղ սա կոնկրետ փաստ է, իսկ եթե փաստը տալիս է հնարավորություն ընդհանրություններ անելու, երևի դա կարևոր է, որտեղ ես չեմ կարծում, որ սա արտառոց փաստ է։ Փորձեմ բացատրել ինչու։ Տարիներ շարունակ մենք խոսում ենք արդար, ազատ ընտրությունների մասին։ Եվ դեռ տարիներ շարունակ առաջ ես ասում եի, որ այդ ազատ ընտրությունները իրականում ոչ թե նրա համար են, որպեսզի ընտրվի լավ իշխանություն կամ լավ ընդդիմություն, այլ որպեսզի ընտրողը զգա իր պատասխանատվությունը ընտրության համար։ Որտեվ միայն այն երկիրը կարելի է համարել կայացած, որտեղ ընտրողը կրում է պատասխանատվություն իր երկրի համար։ Ես կարող եմ ենթադրել, պարոն Բաբայան, որ դուք այս ընտրությունը համարում եք ազատ եւ արդար։ Ես ենթադրում եմ, որ պարոն Բաբայանը հենց այդպես է ենթադրում է, որ այս ընտրությունը ազատ ու արդար են եղել։ Դա շատ կարևոր է, որտեղ եւ դուք չի գալիս, ասենք երկրի ղեկավարը կամ իշխողական ուժը կամ ընդդիմությունը եւ այլն։ Եվ ընտրությունները ազատ չեն, միշտ ունես բացատրություն, հա, դե ես չեմ մասնակցել կամ իմ քվեն կեղծել են, ուրիշ տեղից բերել նշանակել են եւ այլն, եւ պատասխանատվություն չեմ կրում։ Պատասխանատվություն կրել ամենակարևոր բանն է եւ այդ ընտրությունները, ազատ ընտրությունները, նրանք վերջ-վերջում մեր հայելին են։ Չի կարելի հայելու վրա նեղանալ։ Որպեսզի հայելու մեջ լինի ուրիշ կերպար, քո կերպարը պետք է փոխվի։ Ես ասում եմ, չէ, ես ընդհանրում եմ, որ ինքը համարում է, որ ընտրությունները արդար են, ազատ են եղել եւ հայելու մեջ այն ինչ որ կա, դա քո կերպարն է։ Այսինքն գյումրեցու կերպարը փաստորեն, ըստ մեր պարոն Բաբայանի, դա 36%-անոց Սադիկն է, թուրքացում ցեղասպանողը, կապիտուլյանտը 36%-ով, 20%-ով Վարդանիկ Ղուկասյան, հանցագործ ամեն ինչ, մի խոսքով։ Պարոն Բաբայան, իսկ ձեր մոտ հարց չառաջացավ,
Այդ ո՞նց էին այդ ընտրով։ Ո՞նց են հենց այդ տեխնացուները այդ դեպքում։ Ինչի արդյունքում մնացին այդ տեխնացուները, բան ասածը ուր են։ Այսինքն այն տեխնացուն, որոնք արժանի էին, այսինքն գյումրեցին կարող է իր դեմքը տեսնել, իր դեմը սեր դրան։ Դա հարց չի առաջացրել ունեք այդ հանգամանքը ձեր մոտ, որտեղ են պարկեշտ մարդիկ, որոնց կարելի է ձայնը առանց ամաչելու։ Լսեն կարող է դա ասում է։ Քաղաքական գործիչները Who's coming in the driveway? սպասարկում են հանրության տրամադրությունների հանրության մտածելակերպը որոշակի։ Եվ ամենակարևորը նաև սպասարկում են հանրության ցենտրացիոն արժեքային համակարգ որոշակի։ Եթե ձայները շահում որևէ քաղաքական գործիչ, կապ չունի ով հայհոյում է, ով այսպես ասած դեր ասած, հա, այդ խտրականությունով է զբաղվում եւ այլն եւ ձայներ է ստանում, դա նշանակում է, որ հանրության որոշակի մաս կիսում է այդ հայացքները։ Դե բնականաբար հասկանում եք, չէ՞ որ ուղղորդված հայցազրույցը, ստեղ այդ լրագրողից, որ ինքը միանգամից այդ ձևով հարցը տվեց, չէր կարող լինել, բայց պարոն Բաբայան, բա ժողովուրդը ում ընտրեր։ Դուք ում կընտրեի։ Չլինի թե Լևոն Բարսեղյանի, ես վստահ եմ, որ ինքը ասել է Լևոն Բարսեղյանին։ Լուրջ, բայց կարող է Լևոն Բարսեղյանը շատ ավելի խայտարակ տեխնացու էր, քան Վարդանիկը Ղուկասյան։ Կարող է դրա համար չընտրվեց, որովհետև գիտեն ով է Լևոն Բարսեղյանը, գիտեն Լևոն Բարսեղյանին ովքեր են արտահայտել։ Նոր խոսացինք, չէ՞ ովքեր են արտահայտել Լևոն առաջարկել Լևոն Բարսեղյանը։ Մենք գիտենք ովքեր են, հա։ Սրանք, որոնք ափսոսում են, որ իրանք չեն կարողացել դառնալ, դե։ Այսինքն չեն կարողացել վերածել Գյումրին Թուրքիայի վիլայեթի։ Հիմա Գյումրին անես չի որ ծաղկելու է մի արտակարգ տեղադառնալու, բոլորովին ոչ, բայց Գյումրիում պարտվեց թուրքիզմը։ Թուրքացումը պարտվեց Գյումրին, ու սրանց ամենամեծ դարտը հենց դա է։ Հա, պարոն Բաբայան, օրինակ ձեր մոտ հարց չի առաջանում որպես մտավորական մարդ, բայց ոնց է ստացվում, որ հենց դրանք էին տեխնացուները։ Ես չեմ կիսի ձեր կարծիքի, թե դուք պնդեք, որ գյումրեցու պահանջը հենց մենակ այդ տեսակի տեխնացուներ ունենալն էր։ Եթե անկեղծ լինենք, հա, մեծ պատկերով նայեք, եթե այդ տեսակետից ենք ելնում, որ դա հայլին է, ես կասեի օրինակ, որ գյումրեցու կերպարին հարմար տեխնացու չկա նույնիսկ։ Դրա համար ինքը ընտրեց չեղացի մեջ, եղացի մեջ, որը չեղացի հաշիվ էր։ Պարոն Բաբայան, ինչ կասեք։ Դե բնականաբար, եթե լիներ ձեր զրույցը ազատ, ինչպես դուք եք ասում, ինչպես ընտրություններն էր ազատ, հա, դե հիմա ինչքան ընտրություններն էր ազատ, ձեր զրույցն էլ այդքան ազատ է եւ օբյեկտիվ։ Սա գիտեք ինչի է բերում, տեսեք, հիմա ես ոչ պարոն Բաբայանին եմ ուզում քննադատեմ, ոչ լրագրողին առավել եւս։ Սա է մեր հայելին, սա է մեր պատկերը, որ մենք նույնիսկ ստեղ այս վիճակում պատմական այս փուլում էլի անկեղծ չենք իրար հետ։ Էլի անկեղծ չենք, էլի ասում ենք ո՞նց եղավ, որ այդ բանին ընտրեցին, հա, Վարդանիկ Ղուկասյանին ընտրեցին։ Չենք ասում, չհասկացանք, բա ո՞նց եղավ, որ այդքան ձայն տվեցին եւ ո՞նց եղավ, որ հենց սրանք էին տեխնացուները։ Ում պատասխանատուն է դա, ով է դամբալ պատասխանատու, ով է ժողովրդին զրկել ընտրության հնարավորությունից եւ ազատ ընտրության հնարավորությունից եւ նորմալ տեխնացու ունենալու հնարավորությունից։ Նույնիսկ պատմական այս շրջանում ազատ մտածող արվեստագետ ինչպես պարոն Բաբայանն է, իր համար նույնիսկ սա հասանելի ճշմարտություն չի, այսինքն անկեղծության հասանելի տեղ չի։ Բա մենք ես կես են հասարակ մարդուց ինչ ուզեմ ես հասարակ մարդուց։ Ես երաշխավորում եմ ցանկացած մարդ որ լսեր, այս հաղորդումը ես վստահ եմ շատերը լսել, այս հարցերը չէր առաջանալու մոտ, որովհետև ինքը ի սկզբանե գնալու էր այդ sense բանով, ուղղությամբ որ առաջարկեց հենց հաղորդավարը։ Հա, ասկի դրեց այս թունելը, այս թունելի մեջ էլ գնաց։ Բայց ինչ իրականությունը, այնինչ իրականությունը այս թունելից դուրս է։ Իրականությունը է, թունելը կապ չունի, այս թունելը առաջարկված թունելը հենց այդ լրագրողի կողմից։ Իսկ մենք
Դիտավորյալ թե պատահական մնացինք այդ թունելի մեջ եւ սկսեցինք այդ թունելային տրամաբանությամբ նայել իրականությանը, բայց արվեստագետի եւ ընդհանրապես մտավորականի գործը թունելային մտածելակերպը չի։ Եթե հարց ենք տալիս, եթե պնդում ենք, որ դա այո, ընտրությունները մեր հայլին է, այո, մեր առաջարկած տեխնացու, մեր ընտրած տեխնացու մեր հայլին է, այո, բայց մեր հայլին է նաև ովքեր են առաջարկվել որպես տեխնացու։ Բայց ցավոք սրտի ոչ մեկ չի կարող ինձ պնդել, ինձ համոզել, որ այս առաջարկված տեխնացուները դրանք ժողովրդի հայլին էին։ Ոչ մեկ դա չի կարող, որովհետև եթե քաղաքական իրավիճակը Հայաստանում այնպես է, որ այդ տեխնացուներն են գալիս առաջ, նշանակում է, թե քաղաքական իրավիճակ չկա, դա հիվանդ քաղաքական համակարգ է։ Հիվանդ, որ մարդիկ տեխնացուի բան ունեն, դեֆիցիտ ունեն։ Միշտեր ես կարծում եմ, որ մտավոր եւ շրջահայաց մարդու համար սա տեսնելը առաջնային պետք է լինի։ Առաջնային, որովհետև եթե չկա անկեղծությունը, մենք չենք կարող իրականություն փոխել։ Մենք մնալու ենք այսենց ներթունելային, կիսաճշմարտությունների ոլորտի մեջ, իրար խաբելով, մանիպուլացնելով։ Ես չեմ ուզում ասեմ, ինձ հնարավոր չի մանիպուլացնել։ Ես դա չեմ ուզում ասեմ, բայց երբ որ տեսնում եմ այս կարգի մանիպուլացիան, ես սկսում եմ վախենալ մեր ապագայի համար։ Վախենալ, որ մենք կարող այդպես էլ ապագա չունենանք։ Ես այսօր բազմաթիվ նամակներ ստացա, որ իմ առաջարկած քվեարկությունը վստահում եք արդյոք ոստիկաններին, համարում եք, որ նրանք ծառայում են օրենքին, թե ոչ։ Ինձ ուղարկում են, որ գիտեք, այս ձեր առաջարկած քվեարկությունը սխալ է, այսինքն քվեարկում ենք ոչ, ինքը կարողանում ցույց տալի այո։ Այսինքն մենք սեղմում ենք ոչի վրա, բայց ցույց տալի այո։ Ես բազմաթիվ նամակներից հետո ես վստահ եմ երևի դուք եք փորձել, ինքս փորձեցի, տեսա, իրոք նման բան կա, սկրինշոտ արեցի, սա իրականություն է, տեղադրեցի իմ էջի վրա։ Ժամեր անց ինձ բոլորը գրեցին այո, այո, տենց է, մեկ էլ գրեցին, որ փոխվեց։ Հիմա տեսնենք նույն պատկերը ինչ է ցույց տալիս։ Հա։ Եվ այսպես մի հատ update անենք, տեսնենք քանի հոգի են մասնակցել։ Ուրեմն 3200 քվեարկության արդյունքում երեք այսօր նա ցույց է տալի հենց այս ժամին 1600 էր։ Էլի 8%-ի համար էր ՀՀ ոստիկանները օրենքի դաշտում գործող կառույց 8%, սա Նիկոլ Փաշինյանի 8%-ն է։ Հենց Նիկոլ Փաշինյանի 8%-ն է, որը Գյումրիում կեղծելով, լցոնելով, բացելով, թափելով, լույս անջատելով, բան ինչ որ 90-ական թվականներին էր արվում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Բոլոր մեթոդներն օգտագործեցին։ Ինքը 8-ը մաքսիմում կարողացավ ձգել մինչև 36, այսինքն ավելացրեց 4.5 անգամ ուղիղ։ Բայց էլի չբավականացեց, բայց հետաքրքիր է, որ նույնիսկ դա լրագրողի համար հարցի բան չէր, առիթ չէր։ Եվ 90%-ը Հայաստանում վստահ է, որ օրենքը նրանք օրենքի բանում չեն գործում ոստիկանները եւ չի վստահում ոստիկանները։ Սա այն հարցի պատասխանն էր, ինչ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ոստիկանների վստահության ռեյտինգը 72% է։ Ոստիկանների քո ողնաշարի, ընդ որում բարձկան ողնաշարի, որը վաղը ով ավելի շատ փող տվեց իրեն ծառայելու է։ Քո ողնաշարի վստահության տոկոսը 8%-ը։ 8։ Սա նույն քո տոկոսն է, որովհետև քեզ ով ձայնատալի համաձայնա քո ոստիկանների գործողության հետ։ Ոստիկանների գործողությունը իրենց համար լեգիտիմ է։ Սա քո ոնց պատտենք հարցը, սա Փաշինյան Նիկոլի ռեսուրսն է 8%։ Եվ սրանք հույս ունեն, որ 2016 թվականին նույնիսկ Գյումրիում, Փարաքարում ոչինչ անալուց հետո սրանք գալու են իշխանության հետ։ Ես ասում եմ դուք ինչ պիտի անեք, հետո ուշ է լինելու։ Դուք 1 տարի ունեք, որպեսզի կահավորեք, մի քիչ նորմալ ապրելու պայմաններ ստեղծեք բանտերում։ Ձեր համար։ Ձեր, տեսեք, իմ վրա քրական գործ կա, չէ՞, բայց դա դուք պետք է անեք ձեր համար։ Ձեր, որտեղ դուք եք նստել, ոչ թե ես։ Ու հայո ենք տվեց, մի սեռական բնույթի հայո ենք տվեց։ Ես ոստիկանի մասին այստեղ է, սպարի։ Գնա Տենյանի վրա։
Դասկա գտանեմ քեզ կկորցնեմ։ Ֆիքսեցի կանոնը կամ Չէ, անունը չեմ իմանում։ պաշտոնը։ Ուշադիր չեմ ելել, Բայց սա նորմալ երևույթ է, հայհոյում են Չէ։ Ես չեմ լսել, ոնց ասեմ, ես չեմ ուզում բանը խոսեմ։ Սոնց տեսքին նայեք էլի։ Այն սովետական ֆիլմերով տեսեք պոլիցայիներ են անում, չէ՞։ Պոլիցայիներն են բանը ֆաշիստ պոլիցայիները։ Լսած տեսքին են։ Ոչ մի բան չեմ ասում ես, հա, գնացեք։ Ում դիմենք այս խնդրով։ Ինձ էլի, բայց ընդեղ իմանամ ում մասին է խոսքը նոր, հա։ Քաղաքացին է այստեղ ա։ Լսեք, համազգեստավորներ։ Ուրեմն անկախ այս դեպքից, անկախ։ Դուք պատկերացնում եք, դուք ձեր սեփական երկրում լեգիտիմության 8% ունեք։ Որը ենթադրում է մի բան, դուք փաստացի ժողովրդի համար իր թշնամին եք։ Ամեն անգամ այդ համազգեստը ձեր վրա հագնելուց հիշեք 92%, լավ, 90% թշնամի եք, այն 3%-ը, 2%-ը չի կողնորոշում իր համար դու թշնամի ես թե բարեկամ, 8%-ի համար ես դու բարեկամ։ Այսինքն դու որ փողոց ես դուրս գալիս, 10-ից 2-ի համար ես դու բարեկամ։ Մնացածի համար դու թշնամի ես։ Դու պատկերացրու, թե շատ քիչ, սխալ թիվ ասեցի։ 8% էլի։ 10-ից 1-ի համար դու բարեկամ չես։ Պատկերացրու 100-ից 8-ի համար ընդամենը։ 10-ից 1-ի համար նույնիսկ դու բարեկամ չես, էլի։ Պատկերացնում եք դուք ով եք։ Հիմա դուք ձեր միջավայրում նայեք, ում հետ եք շփվում, ում հետ եք դուք աշխատում, ովքեր են ձեր հարևանը։ Դուք բոլորի համար 10 հոգի հետ եք կանացել, այնտեղ չունեք դուք բարեկամ։ 11-րդ համար դու կարող ես ասեն, այն էլ վախից ձեն չի հանելու։ Դու գիտեք, չէ՞, ոնց վախից նրանք ձեն կհանեն։ Ամեն մեկը որ հագնում է կամ ամեն մեկի տանը որ ոստիկան կա, ինքը պետք է իմանա մի բան, որ 90%-ի կողմից ինքը մերժված մարդ է, մերժված համակարգի աշխատող։ Փաստացի այդ մարդիկ իրենցանը թշնամի են պահում։ Հայ ժողովրդի, հայկական շահերի, հայկական ապագայի թշնամի են պահում իրենց տանը։ Սա ձեր ռեյտինգն է, սա իմ գնահատականը չի միայն։ Իմ գնահատականը բնականաբար տենց է, բայց սա իմ գնահատականը հիմնավորվում է հիմա ժողովրդի քվեարկության։ Ես հիմնավորում եմ իմ գնահատականը, իմ կարծիքը եղած դեպքերի վրա եւ դա հղում անելով ժողովրդի քվեարկության վրա, ասում եմ, որ մենակ ես չեմ այդպես մտածում, նաեւ բնակչության 90%-ը դուք կարող եք գտնել աշխարհում միտեղ, որ 90%-ի համար ոստիկանը դա սպառնալիք է։ Չեմ ասում 92%։ Ձգեմ կասեմ 92%, բայց 90% հաստատ։ 2%-ը կամոկացի մեջ է 8-ի համար է դա իրանը։ Ինչի՞, որտեղ այդ 8%-ի համար է այդ ոստիկանը իր իշխանության շահերի սպասարկողը, բայց փաստացի ինքը ժողովրդի թշնամին է։ Մենք գիտենք, չէ՞ մոտապես այս մեր շրջապատում ժողովրդի մեջ հասկանում են 8%, որոնք օգտվում են ամեն ինչից, պետական գույքից, մեքենաներից, հնարավորությունից, կոռուպցիայից, փալանից 8% կլեն, չէ՞ դեն։ Հենց 8%-ի համար է սրանք աշխատում են։ Այնպես որ, պարոն, անկախ նրանից այն տղեն ճիշտ ասում, թե չէ, դուք հանցագործ եք։ Ու ոչ միայն այս դեպքով։ Հենց մենակ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ու իր մնացած բոլոր հանցագործները, ցեղասպանները առ այսօր դրսում են ու դուք պաշտպանում եք իրենց անվտանգությունը, դուք համահանցակից եք, այս քվեարկությունը դրա ապացույցն է։ Դե հիմա գնացեք հանգիստ քնեք, թող ձեր տնեցիներն իմանան, որ իրենց տան մեջ թշնամի ունեն փաստորեն։ Ժողովրդի աչքում իրանք ձեր ամուսինները կամ ժողովրդիները հայրերը որ գնում են դուրս, ժողովրդը իրենց ընկալում է որպես թշնամի։ Դե հիմա շարունակեք այս գաղափարով ապրել։ Տեսնենք ինչ է ասում Թեյրանը, այս Պեզեքշյանը հիասնում է ինձ մեկ-մեկ։ Պարզ հայտարարում է, որ Թեյրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ։ Հավասար պայմաններով։ Սա շատ կարևոր է։ Գիտեք ինչի համար։ Մեր գործն է հեշտացնում։ Որովհետև Ռուսաստանը իր գինը բարձրացնում էր, որ Պարսկաստանին փուրը տա, ասում են արի մեր բաների, որ ես Պարսկաստանին հանձնեմ քեզ։ Պարսկաստանն ասում է, ես պատրաստ եմ բանակցությունների ու ես ապրանք չեմ, որ ես փուրը տակ, բայց իմ հետ հավասարը պետք է խոսել։ Այսինքն Ռուսաստանի դերը վերանում է։
Մեզ պետք է հարևան, ուժեղ, ինքնիշխան կայացած Իրան, որտեղ միակ Հայաստանի բնական դաշնակիցը տարածաշրջանում Վրաստանի հետ միասին, ես Վրաստանն եմ համարում բնական դաշնակից, դա Իրանն է, ուղղակի Իրանը իր հզորությունով եւ բարեկամական կապերով մեր համար անգամներ ավելի կարևոր է։ Չեմ ասում Վրաստանը պակաս կարևոր է, բայց այս ամեն ինչը, որ հիմա Հայաստան դեռ գոյություն ունի, դա Իրանի շնորհիվ, ոչ թե Վրաստանի։ Այդ իմաստով եմ ասում։ Փեզեշքյանը շատ կոնկրետ հարցեր դրեց։ Ռուսաստան, դու արագից դուրս արի, ուզում ես բանակցես։ Ուղիղ։ Դրանից բացի հաջորդ որոշումով հեռացեց իր նախագահներից մեկին, ուզում եմ դա գտնել։ Տեսեք։ Շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին, ես գիտեի բանը, նախարարը, փոխնախագահին շռայլ ճանապարհորդության պատճառով պաշտոնանկ արել։ Պատկերացնեք ինչ տղա է։ Սա հենց մենակ այս նախագահի բանը չի, հա, մարդկային որակների մասին չի խոսում։ Ինքը չէր կարող անել դա, եթե հասարակության համար դա նորմալ լիներ։ Բայց իրանական հասարակությունը ունի շատ խորը տրադիցիոն արմատներ։ Մասնավորապես դա գալիս է դեռ, ասեմ, զրադաշտությունից։ Իրանք այդպես էլ չդարձան իսլամ։ Իրանք մնացին մի քիչ մոդիֆիկացված, բայց զրադաշտական տրադիցիաներին հավատալի մարդ, որտեղ հստակ է գրված մի բան, որ ամեն մարդ անկախ պաշտոնից դիրքից պիտի պատասխան տա եւ պատասխանատու լինի իր գործերի համար։ Իսկ պատասխանատվության ինստիտուտը իրանց ասույցների ժողովրդական բանահյուսության մեջ շատ բարձր մակարդակի վրա է դրված։ Ու եւս կա մեկ բան, որ պատահական մարդը, անարժան մարդը չի կարող բարձր պաշտոն վարել։ Եվ քանի որ իրանց մոտ կոնսենսուս կա իրենց ազգային նկարագրի մեջ դրա նկատմամբ, դա այդպես է շփյան է, հանգիստ, խղճով, վստահ լինելով, որ ժողովրդի համար դա անընդունելի է, իրանց տրադիցիաներին համաձայն։ Ինքը հեռացնում է։ Վերջ։ Հիմա պատկերացնում եք մեր ականջներին ինչքան խորթ է հնչում, երբ որ փոխնախագահը կարող է հեռացվի պաշտոնից ճոխ ճամփորդության համար։ Հիմա հասկանում եք ինչու Իրանը կարա դառնա Իրան, որ Ամերիկային ասի, այո, դու կարող ես իմ հետ բանակցել, բայց միայն հավասար դիրքերից, իսկ Հայաստանը ոչ։ Որովհետև Հայաստանի հայկական մենտալիտետում կներեք բառիս համար, դե լավ է թալանելա, դե լավ է իմ այս, դե լավ է, ամեն ինչը դե լավի վրա է։ Դե թագավոր է, այսօր մեկ ինձ գրել է չեք ուզենա Պուտինի նման թագավոր ունենայինք։ Ես ուղղակի պարզ պատասխանեցի, որ ես ընդհանրապես թագավոր չէի ուզենա ունենալ։ Եթե ձեր համար դուք դեռ թագավոր եք երազում, որտեղ կուզենայի Իսպանիայի թագավորի նման թագավոր ունենալ, Դանիայի նման թագավորի, Նորվեգիայի նման թագավոր ունենալ, այո, ինչ չէ, եթե թագավոր։ Ասում եք, մենք մենտալիտետով, մտածելակերպով որտեղ ենք, դրա համար էլ սա է մեր իրականությունը, ժողովուրդ ջան։ Այո, սա հայելային է, սա մեր հայելին է։ Պետք է անկեղծ լինել դրա հետ։ Սա մեր հայելին է, այո։ Մեր հայելին Վարդանիկը չի, բոլորովին։ Սա մեր հայելին է։ Որ մեր այս թերությունը ունենք, բայց սա կողքին այլ հայելի կա։ Չէ՞։ Իսկ եթե պետությունն է քեզ բերում ես ընտրության առաջ կանգնեցնում, արդեն սա մեր հայելին չի, սա պարտադրված է։ Ես արդեն խոսում եմ տեխնացուների մասին։ Գնանք առաջ։ Սա էլ է հայելի, երբ որ ռուսները ասում են դե պատերազմը, ասում են եթե մենք չռմբակոծենք ծննդատները, դպրոցները եւ հասարակ տները, մենք այս պատերազմը չենք կրելու, չենք հաղթելու։ Պատկերացնում եք։ Սա ռուսական պրոպագանդիստի հերթական բանա, լեզվորովն է տարածել։ Սա էլ է հայելի։
Սա էլ է հայլի, ես պետք է ասեմ, անփոփոխ հայլի է եւ սա նոր չի սկսել, երեք չի սկսել ու վաղներ չի վերջանալու։ Սա նրանց համար, ովքեր դեռ Պուտին նման թագավոր են երազում։ Գիտեք, իմ թագավորը, ձեր բառերով եմ ասում իմ թագավորը, հա։ Ինքը չի կարող մանկասպան լինել։ Այդ դեպքում ինքը իմ թագավորը չի։ Ես ընդհանրապես թագավոր մերժում եմ գաղափարը, բայց ենթադրենք, հա, ձեր կգած։ Ասեցիք, որ հիմա Իսպանիայում թագավոր կա, չէ՞, ու չեն կարող ինստիտուտը վերացնենք։ Բայց եթե նա լիներ մանկասպան, Ֆրանսիայի թագավորի ճակատագրին կստանար, ճակատագրին կարժենանար։ Հասկանում եք։ Սա է։ Ես ինչ եմ մերժում ամեն ինչը այս կայսերական Ռուսաստանին եմ, որտեղ իրենք ուղիղ ձևակերպել են։ Պարզ ու անկեղծ ձևակերպել են, նույնիսկ չեն հասկացել իրանք ինչքան վտանգավոր բան են արել, որտեղ սա իրանց առօրյանն է, սա ես մտածելակերպն է, որ գնում են, եթե մենք չռմբակոծենք մանկատները, բնակելի տները, հա, ծննդատները, ռոդոմ, դպրոցները, մենք այս պատերազմը չենք հաղթելու։ Ես անկեղծ ես ասեմ, դուք այս պատերազմը պարտված եք ի սկզբանե, որովհետև դուք ռմբակոծում եք ծննդատները, դպրոցները եւ խաղաղապարակները։ Դուք այս պատերազմը ի սկզբանե պատերազմ եք, հա։ Որտեղ դուք մանկասպան եք։ Մանկասպանը չի կարող հաղթող լինել ցանկացած պարագայում։ Եթե նույնիսկ գրավել է երկիրը, ինքը չի դադարում լինել մանկասպան։ Իսկ մանկասպանը սպանում է նաև իր երկրի երեխեքին։ Ոնց որ հիմա ձեր մոտ կատարվում է ռուսներ։ Ու ուզում եմ ասեմ անկեղծ։ Ես ռուս լավ ընկերներ ունեմ, ես սիրում եմ ռուսական մշակույթը, ինչ որ ես տեսել եմ, գիտեմ, ճանաչում եմ, հա։ Բայց այդ մշակույթները նույն այս հոգեբանության գերին է ու դրանից տուժված է։ Եթե մի երկրում այս կարգի ստատուսն էլ գրելը հասարակական պարսավանքի չի անդրադառնում, նշանակում է հասարակություն չկա, դա մեռած կործանվող երկիր է, եւ ինչքան շուտ կործանվի երկիրը, ինչքան շուտ փլուզվի հասարակությունը, այնքան գուցե ինքը ավելի շուտ սկսի առողջանալ։ Եվ այն մարդիկ, ովքեր դեռ համարում են սա նորմալ, ակի համար դադարում են մարդ լինելը։ Եթե մեկի համար նորմալ է ծննդատուն ռմբակոծելը, օրինակ ես ձեզ մի բան հարցնեմ, երբևէ տեսել եք հայի, որ ուրախանա մտածի ադրբեջանական ծննդատուն ռմբակոծել։ Ես իմ ամբողջ գոյության ընթացքում, ամբողջ կյանքի ընթացքում ես չեմ տեսել հայի, չեմ տեսել նման հայի, որ ասեն երազի թուրքական կամ ադրբեջանական ծննդատուն կամ ռբանա դպրոց ռմբակոծել։ Ես նման հայի ես չեմ հանդիպել։ Ես տեսել եմ հայեր, այո, որ ասենք, որ երկրաշարժա լինում, ասում են դե իրենց բանը իրենց վերադարձավ, այս տեսել եմ։ Հա, որտեվ երկրաշարժը մի բան է, որ դա դու չես անում, հա, դու չես նախաձեռնում դա։ Բայց ես շատ կասկածում եմ, որ մենք գտնենք հայի, որ ասի, այո, ես ուզում եմ գնամ Ադրբեջան ինչքան ծննդատներ կա, ռմբակոծեմ, որտեվ դա տենց է լինելու հաղթանակը, տենց հաղթանակ չի լինում։ Նույնիսկ Արցախյան առաջի պատերազմի ժամանակ հայ ազատամարտիկները նման բաներ չեն արել։ Հակառակ բազմաթիվ դեպքեր կա, ոնց են այդ երեխեքին իրենք փրկել։ Իսկ բազմաթիվ այդպես դեպքեր գիտեմ։ Այստեղ է գալիս մշակութային տարբերությունը հայի, Հայաստանի, հայ, հա, եւ Ռուսաստանի տարածքում ապրող մարդու։ Ես չեմ ուզում ասեմ ռուսի։ Ինչ ուր անդե ռուս։ Ռուսաստանի տարածքում ապրող մարդու հոգեբանությունը հենց սա է, որ ինքը հասկանում է, մտածում այս սենց է հնարավոր հասնել հաղթանակին։ Առանց հասկանալու դա հաղթանակ չի, դա սրի կայություն է։ Ինչ հաղթանակ ընդեղ։ Ամերիկայում շատ լարված է վիճակը, այսպիսին է Ամերիկան այսօր։ Սա հակաթրամփյան ցույցերն են սկսվել արդեն։ Իսկ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի ղեկավարները բանակցություններ են վարել Կիևում։ Այո, քանի որ ռուսները սիրում են մանկատուն եւ ծննդատուն ռմբակոծել, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետերը գնում են Ուկրաինա, որպեսզի կոորդինացնեն գործողությունները, քանի որ Թրամփը ցերակաշել ուզում է Պուտին փրկի։
հա, որ Թրամփը նույնիսկ պինգվինների եւ կապիկների վրա սանկցիաներ բանալել կիրառել, ընդ որում նաեւ Իսրայելի վրա Նետանյահուն միակողմանի հանեց բաները, տարիֆները, Թրամփը ավելացրեց։ Թրամփը դրեց բանը տարիֆներ նաեւ Իսրայելի վրա, բոլորի վրա, բացի Ռուսաստանից։ Քանի որ Թրամփի նպատակը Ռուսաստանը փրկելն է, դες բարագայում ումից է փրկում, հա, այստեղ առաջի ժողովնով լինելու։ Ուկրաինա, եթե հանկարծ ընդ հաղթեց, մենք ենք վերանալու ուղղակի։ Բարի լայն իմաստով։ Հա։ Եվրոպացիք հասկացել են մի բան։ Սա եվրոպացիք հիմա նման են այն մարդկանց տեսակին, որ ասենք մեծ եղբայր կամ հայր են ունենում իրենց, հա, մեկ էլ պահա լինում, որ աստված չանի, չկա, կենթանի չի, կամ ասենք մի իրավիճակում են, որ այդ մեծերը չեն կարող գալ օգնության հասնել եւ արդեն սկսում են ինքնակազմակերպել։ Հիմա ֆրանսիական եվրոպական երկրները, մասնավորապես Գերմանիան, Բրիտանիան եւ Ֆրանսիան հենց այդ վիճակում են։ Մեծը գնացել է, չկա, հակառակ իրենց դեմ աշխատում, իրանք սկսել են ինքնակազմակերպել։ Որ այս առողջացման process եմ համարում ինձելուց, օգնում են Ուկրաինային եւ ռուսները, եթե նույնիսկ ինչքան ծնդատուն եւ դպրոց կա Ուկրաինայում ռմբակոծեն, ռուսները պարտաբելու են, ռուսներն արդեն պարտված են։ Պարտված։ Ոնց որ ասեն Թրամփն արդեն պարտված։ Թրամփը արդեն պարտված է։ Ինքը ինչ ուզում է հիմա անի, ինչ բանը ուզում է հետընթաց անի, չանի, ամենամեծ հեղինակության վնաս արդեն հասցրել Ամերիկայի մեծ նահանգների եւ խզելով, պատերազմ հայտարարելով հասնում բոլոր իրադարձություններին։ Իսկ մարդկանց մոտ տպավորությունը, վայ, մի անգամ որ փոխվեց, գիտեք ինչքան դժվար է վերականգնել։ Սենց բան կա առաջի տպավորության մեջ, ասում եմ, եթե առաջի տպավորությունը սխալ է, որպեսզի դա փոխվի, առնվազն պետք է 8-ից 10 անգամ փորձել։ Այսինքն եթե մի բան սկզբից լավ չաշխատեց, 8-ից 10 անգամ պետք է փորձես, որ մինչև նա տպավորություն դու փոխես, հիշողություն փոխես մարդու մոտ, հա։ Հիմա ասենց սահուն տեղը ոչ իման չկար, վերցեց ու սա հետևանքները, հեսա, արդեն չստվեցի, չէ, միտինգները, տնտեսական վիճակը, տնտեսական ակտիվների ընկնումը, ընկնելը էս գների թանկացումը, այս ամեն ինչը արդեն կանխատեսում է ապագան։ Ժամանակի խնդիր է։ Հիմա այսօր 2 ամիս են վերցրել սենատում, 2 ամիս ժամանակ են տվել, որ ասեն Թրամփ, եթե դու հանճար ես եւ մենք տեղյակ չենք, դու 2 ամիս ժամանակ ունես, որպեսզի ապացուցես, որ դու հանճար ես եւ մենք ոչ մեկս ոչ մի բան չենք հասկանում։ Հանրապետական սենատորները 2 ամիս Թրամփի ժամանակ են ցույց տվել, որ ապացուցի, որ այն ինչ որ ինքը արել է, դա աննորմալություն չի եւ դա իրոք օգուտատալու Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հակառակ դեպքում ունենալու impeachment։ Որտեղ արդեն Վիսկոնսինում եւ Ֆլորիդայում կայացած ընտրությունները ցույց տվեց, որ ահավոր մեծ է հանրապետական կուսակցության կորուստները։ Բայց հիմա վերադառնանք Հայաստան։ Փաշինյանը հողատու ցեղասման է մեր հայ ազգի նկատմամբ։ Ինքը դավաճան է։ Պետք է ժողովուրդը համախմբեն, միասնական դառնան, որ այս թուրք իշխանությանը վռնդեն։ Միայն պայքարով պետք է վռնդենք այս թուրք իշխանությանը, ուրիշ տարբերակ չկա։ Թե չէ այս երկիրը տանում է կործանման։ Իհարկե բոլոր նորմալ մարդկանց համար այդպես է, բացի Խլմալյան Տիգրանից, հա, որ ափսոսում է, որ իրանք չկարողացան իշխանությունը զավթել, բացի Ալման Բաբաջանյանից, բացի այս Թուրքիից, Նիկոլ Փաշինյանը, չլինի Հայաստան չի լինելու, Թուրքիա, բացի սրանից, բոլորը համար դա պարզ է, ով է Նիկոլ Փաշինյանը։ Որտե ոտա դրե, ինքն էլ մարդն է, գնացին ելմուգի սարը տվեցի, դադարք սարը էլի, ումա պետ, քո նման անասուններին, բա որտե պիտի կերակել էին, այդ սարում չէին ոչխարը բանը պահելու հոտը, ու Աննա Հակոբյանը որտեղ եղել է դուրս է եկել դեռ ռմբակոծել է, ինչի համար, որտեղից եղավ, այդ տվյալները որտեղից իմացան, 11,000 հոգի ասում է չի մասնակցել, 11,000 հոգի չկա, ոչ մի դեր չի մասնակցել, Անդրանի Քոչարյանի տղերքը ուր են, ու իրանք ամեն ինչ անելու են, որպեսզի վերացնել այս ազգը, ուրեմն
Լևոնն էլ, Նիկոլն էլ, եւ մնացածը բոլորը Թուրքիայի ու Իսրայելի բարեր են, գործակալներ են։ Նրանք իրաց տերերի հրամաններն են կատարում։ Թող Նիկոլը Բոլորը ամեն ինչ հասկանում են, հա, բացի Խզբալյան Տիգրանից, Բաբաջանյան Նարմանից, այս Թուրքից եւ էլի մնացած Ադամ Սարգսյաններից։ Ունդեղ իհարկե սենց իրանց կարելի է շարունակել, ով կա իրանց շուրջը, ով կա Փաշինյան Նիկոլի շուրջը, անունները կարելի է չի ասի ժամերով, բայց երկար ժամանակ տա, ցուցակը բավականին երկար է։ Բայց ես իրանց համար վատ նորությունն է։ Դուք արդեն բացահայտված եք։ Հա, ասում եմ, ժպտացեք, թաքնված կամերան ձեզ էլ նկարում։ Նիկոլ Փաշինյանը մի քիչ զգացվող ունենար, մի քիչ թեկուզ իրան, թեկուզ հոր կողմից հայա, հոր կողմից նա հայկական արյուն ունի, նա պետք է հրաժարական տա։ Եթե Նիկոլ Փաշինյանը մի քիչ զգացվող ունենար, մի քիչ թեկուզ իրան, թեկուզ հոր կողմից հայա, հոր կողմից նա հայկական արյուն ունի, նա պետք է հրաժարական տա։ Դեռ ասում որ միայն հոր կողմից է հայ, ակնարկելով որ մոր կողմից հայ չի։ Իհարկե ես այդ մատի եւ մատանու արանքը չեմ մտնի, ինձ դա հետաքրքիր չի, որովհետեւ ես երբեք մարդկանց sense ազգությունով կամ սակումնաբանությունով չեմ դատում ընդհանրապես, հա, մարդկանց գործերն են իմ համար կարևոր։ Մեկն ասում են հայրը, չգիտեմ, հրե մայրը ասորիա, չգիտեմ, պապը քուրդա, մեկը թուրքա։ Այնքան հայեր կան, որ երկու կողմանի մաքուր հայ են, բայց դրանք թուրքից թուրք։ Ես դա տեսնելուց հետո եւ իրականում տեսնելուց հետո ոչ մի բան տարբերություն ես չեմ դնում ցակունաբանության հետ։ Մարդու գործողություններն են կարևոր։ Որովհետև ես մի անգամ 99 թվականին առաջ անգամ աշխատանքային դենց երկար պայմանագրով մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 6 ամսով էր կոնտրակտը, եւ ինձ ասեցին ստեղ Երևանցի կան երկու եղբայրներ։ Կուզես հանդիպես։ Ինձ առաջին օրը պատկերացրեք օտանավից իջել եմ, ինձ տեղավորել են, երեկոյան ասում են կուզես հանդիպես։ Զույգ աղբերներ են։ Ասի, իհարկե կուզեմ։ Երեկոյան որ գնացինք ընտրելու, մտել ենք, ասեցին իրանք մեզ ընդ սպասում են։ Մտա, ասենց աշկով արականց կասեցի, որ պետք է հայ տեսնեմ։ Ես չտեսա ոչ մի հայ տեսա, մարդիկ են նստած, ու այդ ինձ դիմավորողը, այդ մենեջերը տարավ դեպի քայլելով դեպի սեղան, որտեղ եկան սենց առնական խուճուճ մազերով դեղին, սենց չիկահեր ռուս են նստած, ոնց որ այդ մուլտի հերոսներից են, սենց Իվանուշկեք են ինում, սենց լավ ուսերով, սենց գանգուր մազերով, սենց, հա, գնա դեպի սեղանը, ես մտածում երևի նոր պետք է գան, մեկ էլ ես երկուսն են վեր կասան տեղից ու Երևանի բարբարով, Երևանի ակցենտով բարևեցին ինձ, ես ուղղակի ասած իմ մոտ կոգնիտիվ դիսոնանս էր, ես չի հավատում, որ իրանք հայ են։ Իրանք հայ չէին, իրանք ուկրաինացի էին, ուղղակի մեծացել էին Երևանում, որտեղ իրանք հայրը զինվորական ծառայել էր հայկաբանում Երևանում, եւ իրանք մոտավորապես մինչեւ 13-14 տարեկան Երևանի փողոցներում կայարանում էին մեծացել։ Դա 99 թվականն է, պատկերացնում եք, սա ասկի նոր էր քանդվել սովետական միությունը, իրանք գնացել էին 94 թվականին Հայաստանից, երկար մնալուց հետո, նույնիսկ այդ վատալիներին իրանք ապրել են Հայաստանում։ 94 թվականից նոր են գնացել 5 տարի ընդամենը այնտեղ Հայաստանում։ Մի խոսքով, ինչ մի ջերմություն, ասում եմ, մենք ոչ միտեղ չկարողացանք հարմարվել էինք։ Տեղափոխվել էին Ամերիկա, փորձել էին 5 տարի Ռուսաստանում ապրել, որ կարող ասում ենք, մենք այդ ռուսներից իրանք լինելով ռուս-ուկրաինացի, մենք այդ ռուսներից չկարողացանք ապրել մեր մենթալիտետով, տեղափոխվել էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ինչ եմ ուզում ասել, ազգային ծագումը, ծագումնաբանությունը իմ համար այդքան էական չի։ Ես կասեմ ընդհանրապես էական չի։ Իմ համար մարդու արժեհամակարգն է եւ գործողություններն է կարևոր, թե ինքը ինչն է վերցրել իր համար կարևոր, ինքը ոնց է իրան ուզում տեսնի հայլու մեջ, թե գալիս ենք հայլուն, հա։ Իմ համար դա է կարևոր եւ ինչ գործողություններ է անում դրա համար։
Թե չէ անունը ազգանունը Փաշինյանն է, բայց ինքը թուրքական կեպի է դնում թուրքի նման կանաչ փողկապով եւ թուրքություն անում հայերի նկատմամբ։ Հասկանում եք, իր ազգանունը իրան չի փրկում, չնայած ազգանունը մի հայերեն չի, ոչ էլ հոր անունը հայկական, բայց դա էլ էական չի, գործողությունները եւ ինքը ինչ է ուզում տեսնի այլու մեջ, մեկին, որին ասում են թուրք չի նեղանում, թե մեկին, որի համար դա մտածելու առիթ է, առնվազն, տենաս ես ինչ եմ արել, որ ինձ թուրք են ասում։ Այդ դա է համար կարևոր։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։